քեզ ամենակարող Տեր։ Ողջ փառքը պատկանում է քեզ հզոր արքավ։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը սիրելիս։ Ողջ փառք Իրանն է, ամեն։ Ողջ փառք Իրանն է, ու գիտես ինչ է հետաքրքիր։ Ինքը ժլատ Աստված չի։ Գիտես, երբ որ դու ողջ փառքը տալիս ես Իրան, ինքը ասում է ողջ փառքը իմն է, ինձ տվեք, բայց երբ որ դու ողջ փառքը տալիս ես Իրան, ինքը քեզ փառավորում է իր փառքի մեջ։ Հա, էսի կարևորը։ Երբ որ դու ես քեզ փառավորում, էլ Աստված բան չունի անելու։ Ասում ես հպարտի հետ ես ինչ անեմ, բայց երբ որ ասում ես փառքը քոնն է, ասում է դեսատես ոնց ես լողալու այդ փառքի մեջ։ Ամեն։ Դրա համար փառքը միշտ պատկանում է Իրան, սիրելիս։ Փառք Տիրոջը։ Մինչև կնստես, մենք մի կարևոր բան պիտի անենք։ Նախ ուզում եմ, քանի չեմ մոռացել, ամեն անգամ ուզում եմ ասեմ սիրելիներս կներեք, ամեն անգամ մի բան, ուրիշ բան եմ ասում, դե գիտեք, քարոզիչը բարձրացավ բեմ, արդեն սկսում է խոսալ, էլ կանգնացնել չի լինի։ Ուզում եմ հատուկ դիմեմ բոլոր նրանց, ովքեր մեզ օնլայն են նայում, Տերը օրհնի ձեզ, մենք տեսնում ենք ձեր սա գնահատականները, որ գրում եք մեզ, այդ մխիթարանքի, օրհնանքի բարձրացնելու խոսքերը, որ տալիս եք մեզ, Տերը օրհնի ձեզ, մենք ձեզ շատ սիրում ենք, մեր աղոթքներին, մեր աղոթքաժամերին միշտ աղոթում ենք ձեր համար, օրհնված ենք ձեզանով ու ասում ենք շնորհակալություն, որ դուք կաք, Աստված օրհնի ձեզ բոլորիդ, դուք եւ մենք մի Տիրոջ մի մասնիկ ենք սիրելիս, Տերը օրհնի բոլորիդ, եկեք ծափարենք Իրան, սիրելիներս, Աստված օրհնի ձեզ շատ-շատ, փառք Տիրոջը ձեր համար, փառք ամենակարող Աստծուն, փառք Աստծուն, դու օրհնված ես։ Մինչև կնստես, ես կխնդրեմ, այսօր մենք հաղորդություն ունենք, բայց հաղորդությունից առաջ պետք է աղոթենք հիվանդների կամ կարիք ունեցողների համար, այսօր այդ աղոթքը չի լինելու, բայց հիմա եմ ուզում այդ աղոթքը անեմ, դրա համար եթե դու ինչ-որ կարիքի մեջ ես, ինչ-որ առողջական խնդիր ունես, ես կխնդրեմ դու կանգնած մնաս, ում մոտ ամեն ինչ լավ է կարա նստի, հա, ով որ ում մոտ ամեն ինչ լավ է, փառք Տիրոջը, դուք նստեք, մցածդ կանգնած մնացեք, ուզում եմ աղոթեմ ձեր համար, սիրելիներս, եւ ովքեր մեզ դիտում են, կարող եք կանգնած մնալ ու աղոթենք ձեր համար, հա։ Հալելույա, երկնային արքա, ես խնդրում եմ քո սուրբ օրհնությունը, օծությունը, ներկայությունը հիմա իջացնես բոլոր կանգնածների վրա, Տեր։ Լցնես քո օրհնություններով, հրաշքներով, Տեր, հեռացնես ամեն ցավ, կապանք, ամեն խնդիր։ Հիսուսի զորավոր անունով Տիրոջ բժշկությունն եմ հռչակում ձեր վրա, Տիրոջ ազատությունը, Տիրոջ խաղաղությունը, ուրախությունը, սերը, ընտանեկան միաբանությունը, համարձակությունն ու ներկայությունը։ Հիսուսի զորավոր անունով օրհնում եմ ձեզ ամեն մեկիդ ու ասեմ եղեք ազատ, եղեք բժշկված մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա կարող եք նստել եւ բոլոր մինչեւ այդ նստածները տել օրհնված լինեք սիրելիս, Աստծո օրհնությունը թող ձեր բոլորի հետ լինի։ Ես շատ ուրախ եմ եւ այնքան օրհնված եմ, որ դու կաս։ Աստված օրհնի քեզ։ Շնորհակալություն նաեւ մեր այս հրաշք փառաբանության թիմին, որ մեզ միշտ ուրախացնում է։ Տերը օրհնի ձեզ շատ։ Ինձ թվում է ժամանակն է դուք ինչ որ երգեր արդեն, հա, YouTube-ում մենք ունենանք ձեր երգերից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն, սիրելիներս։ Այսօր մի թեմայի շուրջ եմ խոսելու, որը որ ցավոտ է, բայց պիտի կպնեմ։ Ոչինչ չէ։ Մենք հիշում եք այս տարի հռչակել ենք ընտանեկան տարի։ Մենք անցած անգամ, անցած ծառայությանը, երբ որ ես ծառայում, խոսեցինք հոգևոր ընտանիքի մասին, որ սա քո ընտանիքն է, սա քո հարևանները չեն, սա քո ընտանիքն է հոգևոր։ Եվ սովորի իրանց ինչքան կարաս, որովհետև երկնքում միշտ տեսնելու ես իրանց, հա, բոլորին սովորի, եթե հանկարծ ինչ որ մեկը դուրդ էլ չի գալի, գնաս ժպտա այնքան, մինչև սկսի դուրդ գալ, որովհետև երկնքում միշտ ավելին ասեմ, եթե այստեղ դուրդ չի գալի, Աստված հաստատ նես կանի, որ երկնքում կողքիդ հարևանը լինի։ Դրա համար սովորի իրան, որ այնտեղ քեզ հայտակրկիր ու հաճելի լինի, հա։ Տեր օրհնի ձեզ, այսօր խոսելու եմ ընտանիքի մասին, քո անձնական մեր ընտանիքների մասին եմ մի քիչ խոսելու, ավելի շատ խոսելու եմ ընտանեկան խնդիրներից։ Վերնագիրը դրել եմ այսպես. Մարդու կնիկ։ Երբ որ վերնագիրը ուղարկեցի, մեր ցենզուրայի պատասխանատուն ասեց. «Հովիվ ջան, կարող եք գրենք մարդ եւ կին»։ Ասեցի չէ, մարդու կնիկ, sense տնական է։
Չեմ ուզում օֆիցիալ խոսանք, ուզում եմ տնեցինով զրուցենք, հա, իրար հետ։ Կարամ օֆիցիալ խոսամ, կուլտուրական խոսամ, գիտես, չեմ սիրում։ Կուլտուրական խոսալ, ոչ թե վատ է կուլտուրական խոսալ, չեմ ուզում մեր մեջ բարիեր լինի։ Մեր տանը բացի ինձնից սաղ բալանսեր են։ Այդ կուլտուրականը մեր տունը լավ կա։ Մամաս երևի 2 շաբաթ առաջ է աշխատանքից դիմում գրե ինքը ազատվեց չէին թողում։ 55 տարի ակադեմիայի Երևանի գիտությունների ակադեմիայի Հայաստանի ավագ խմբագիրներ։ 55 տարի պատկերացրեք։ Պապաս ժուրնալիստ, Աննան բանը ժուրնալիստիկայի ֆակուլտետն էլի ավարտել համալսարանի Երևանի։ Մեր տունը բոլորը բանասեր են, կուլտուրական խոսացողներ շատ ունենք, որ ուզեմ կարամ խոսամ հավատայից, բայց չեմ ուզում եմ տնավարի լինի։ Դրա համար մարդու կնիկ, հա, այսինքն մենք մերոնցով հիմա կքարկոցեն չեն քարկոցի մարդու կնիկ։ Լավ, ուզում եմ մի քիչ խոսամ այդ մարդու կնիկի խնդիրներից։ Նախ առակած գրքում 24-րդ գլխում 3-րդ խոսքը կկարդամ, գրված է այսպես. Տունը կշինվի իմաստությունով եւ հանճարով կհաստատվի։ Աստվածաշունչն ասում է, որ տունը կշինվի իմաստությունով եւ հանճարով կհաստատվի։ Տեսեք, ընտանեկան իմաստություն է պետք մեզ, որպեսզի մեր տունը շինենք։ Եթե ընտանիքի մեջ ընտանեկան իմաստություն չկա, մարդու կնոջ մեջ ընտանեկան իմաստություն չկա, այդ տունը չի կարա շինվի։ Այդ տնից մենակ ղժղժոց է լսվելու։ Հա, մենակ ինչ որ ահավոր վատ բաներ է լսվելու, մենակ վատ պատմություններ ես իմանալու, եթե չկա աստվածային իմաստություն։ Աստված տեսեք միշտ ունեցել է խնդիր ընտանիքների հետ, սկսած Ադամից։ Եվան դավաճանեց համ Աստծուն, համ էլ մարդուն դավաճանել տվեց։ Նոյի տղան իրան վատ պահեց, քամը։ Ընտանեկան խնդիրներ միշտ ունեցել Աստված իր ժողովրդի հետ։ Դավիթի ընտանիքում ընդհանրապես փոթորիկ էր, տղան տղուն էր սպանում, այն մի տղան ու մի աղջկան ինչ ասես արեց, այն մի տղան դուրս էր եկել, իրան էր ուզում սպաներ, կաշեր։ Ահավոր խառնաշփոթ։ Ու Աստված միշտ այդ խնդիրը ունի ընտանիքների հետ, հա? Որովհետև մարդիկ այդքան չեն հասկանում ընտանիքի կարևորությունը։ Գիտեք, ու ուրիշ կողմից էլ ասեմ, սատանան ամեն ինչ անում է, որ հարձակվի ընտանիքների վրա, որովհետև ընտանիքը մեր հասարակության հիմքն է։ Եթե սատանան կարացավ ընտանիքը քանդեց, ինչ ուզի կանի։ Այսօր աշխարհը պղծության մեջ է, որովհետև ընտանեկան համակարգը կիսա ոչնչացման մեջ է։ Արդեն նորմալ ընտանիքներին գիտեք ինչ են ասում, երբ որ մի ընտանիքում կա մի տղամարդ մի կին, ասում են տրադիցիոն ընտանիք։ Ինչ որ այդ նորմալ չի, ինչ որ հետադիմական տրադիցիոն մի բան է, կլասիկա է արդեն։ Նորմալ ընտանիքը։ Երբ որ մի տան մեջ մի ամուսին է, մի կին է։ Դա նորմալ չի այսօր։ Այսօր աշխարհը այդտենց գնացել է պղծության մեջ, որովհետև սատանան ամեն ինչ ուզում է անի, որ քանդի ընտանիքները։ Գիտեք, առաջ եթե հավատացյալների մեջ երևի մի 5% էր բաժանություն, այսօր 40%-ը հասել անցել արդեն։ Համաշխարհային եմ ասում։ Փառք Աստծո, հələ հայերի մոտ այդքան չի գնացել, բայց մեր մոտ էլ է ճեղքվում։ Հայկական ընտանիքներում էլ լուրջ հիմա մանավանդ այս վերջի ժամանակները, երբ որ պապան խոպան է գնում ու դառնում է հարեմի նախագահ։ Հայկական ընտանիքներում էլ մեծ խնդիրներ առաջացել։ Եկեղեցիներում է մեծ խնդիր։ Գիտեք, մի 20 տարի առաջ, երբ որ մեր Երևանի եկեղեցում մի հատ ծառայող զույգ բաժանվեց, մեր համար շոկ էր։ Մենք չէինք կարող պատկերացնեինք։ 10,000 հոգյանոց եկեղեցում մի զույգ բաժանվեց, մեր համար այդ աբսուրդ էր։ Իհարկե, փառք Աստծո, մի քանի տարի հետո խելքները գլուխն եկավ, ելի միաբանվեցին։ Բայց մեր համար այդ աբսուրդ էր։ Բայց այսօր գիտեք, եկեղեցիներում էլ արդեն բաժանությունը սովորական բան է։ Մանավանդ երիտասարդների մեջ դավաճանությունը դառել է սովորական բան։ Գիտես խնդիրը ինչու՞մ է, որովհետև չեն հասկանում ուր են ընկել, չեն հասկանում ինչա նշանակում ընտանիք։ Մտածում են դե փորձեմ։ Կլինի, չէ։ Սիրելիս, ընտանիքը քո ինտիմ ցանկությունների բավարարման գրասենյակը չի։ Ընտանիքը շատ լուրջ կառույց է։ Աստված շատ մեծ բան է դրել ընտանիքի մեջ։ Աստված շատ խորը իմաստ է դրել ընտանիքի մեջ, սիրելիս։ Եվ մենք պիտի շատ ուշադիր լինենք մեր ընտանիքներին։ Ընտանիքը փոխանցիկ դրոշ չի, ընտանիքը փոխելու ձեռնոց չի, որ մաշվելա փոխեմ։ Պատահական չի, որ ասում ենք մինչև մահա չբաժանի մեզ։ Դա պատահական խոսքեր չի։
Ես ուզում եմ մի քիչ անդրադառնամ ընտանիքին ծննդոց երկրորդ գլխից մի քանի խնդրի մասին եմ այսօր խոսելու սիրելիս։ Ծննդոց երկրորդ գլխում 18 խոսքում գրած է եւ Տեր Աստված ասեց. լավ չի որ մարդը մենակ լինի, նրա նման մի օգնական շինեմ իրան հարմար։ Եթե Եհովա Աստվածը մի խորքում բերեց Ադամի վրա եւ նա քնեց եւ նրա կողի ոսկորից մեկը առավ եւ նրա տեղը միս լցրեց։ Եվ Եհովա Աստված այն կողի ոսկորը, որ Ադամից վեր էր առել, մի կին շինեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Հետաքրքիր է։ Գիտես ինչ տեղ ունեցավ։ Աստված տարբեր կենդանիներ էր բերում Ադամի մոտ որպես օգնական։ Ադամը նայում ասում էր, չէ, ես ինձ օգնական չի։ Աստված քնացրեց Ադամին ու գիտեք ինչ արեց։ Ադամին ճղեց երկու սարքեց։ Պոկեց Ադամին, Ադամի ոսկորը պոկեց իրանից, որ մեկը երկու սարքեց։ Սարքեց երկու հոգի, Ադամից դարձրեց երկուս ու գիտեք նայեց ասեց, ես էլ քեզ օգնական։ Ադամը նայեց այդ օգնականին, գիտեք ինչ ասեց։ Ասեց, չէ, եսի օգնական չի։ Եսի այն հերթական կենդանին չի, որ բերես իմ դեմը ինձ օգնական, ասեմ, չէ, եսի դուրս չի գալի, եսի ուխտը բոյով է, նապաստակը կոլոտա, ինչով ինձ օգնի, ձեր չունի, կապիկը դեբիլ բաներ է անում, ինչի կարա ինձ նորմալ օգնի։ Հերթով կենդանիներին բերում էր Աստված։ Հետո Եվային բերեց։ Նայեց Ադամը ասեց, եսի օգնական չի։ Որպես օգնական ես բերել, բայց բան ունեմ ասելու իրան։ Ու գիտեք ինչ ասում ստեղ։ Տեսեք ինչ ասում Ադամը։ Եվ Ադամը ասեց. սա հիմա ոսկրը իմ ոսկրից, մարմինը իմ մարմնից, սրան կկոչեն կին, որովհետև սա մարդիցը առնվեց, սրա համար մարդը կթողի իր հայրը եւ իր մայրը եւ կյարի իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Աստված ճղեց Ադամին, սարքեց երկուս։ Ասեց, ես դու Ադամ, ես էլ քեզ օգնական։ Ադամը գիտեք ինչ ասեց։ Ասեց, չեմ ուզում օգնական։ Եսի օգնական չի։ Ասեց, ես եմ։ Հետ բերեց կպցրեց իրան։ Գրած է սրա համար կթողի, կյարի կդառնանք մի մարմին։ Ասեց, ես չեմ ուզում երկու մարմին, ուզում եմ մի մարմին դառնանք։ Ու երկուսով իրար հետ մի մարմին դարձան։ Ու խոսքը ասում է, տեսեք, դարձան մի մարմին Աստծո պատկերով, Աստծո նմանությունով։ Գիտեք ինչա գրած Ծննդոց 1-ում։ Գրած է Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան։ Արու եւ էգ ստեղծեց նրան։ Մեկին ստեղծեց արու եւ էգ։ Հա? Ադամը, տեսեք, Աստված ճղեց Ադամին, Ադամը վերականգնեց պատրվածքը։ Կպցրեց էլի հետ իրան Եվային, ասեց, սա հիմա մի մարմին է, երկուսը մի մարմին կլինեն։ Էդ է պատճառը, որ մարդիկ շատ ծանր են տանում դավաճանությունը։ Երբ որ դավաճանություն է լինում, ճղվում է մարմինը։ Ինչ որ մեկը այդ մարմնի կեսը ճղվում գնում կպնում է ուրիշ մարմնի։ Գնում կպնում է ուրիշ մարմնի ու գիտեք ինչա տեղ ունենում։ Այդ ուրիշ մարմինը որ կպնում է, դուք լավ գիտեք, մարմնին ցանկացած բան որ կպնում է, մարմնի մեջ հակամարմիններ կան, որ սկսում են պայքարել դրա դեմ։ Երբ որ մարմնին ուրիշ մարմին է սկսում կպնել, անտիտելա ենք ասում ենք։ Այդ հակամարմինները սկսում են պայքարել այս մարմնի հետ։ Դրա համար գալիս է տուն, ոնց որ թե մի հատ դավաճանել է, ինչ արել, բայց գալիս է տուն ոչ խաղաղություն ունի, ոչ հանգստություն, դառել ավելի ջղային, սկսում ավելի հարբած գալ տուն, չեն հասկանում տան անդամներն ինչ ա եղել։ Անտիտելան մեջ աշխատում են, չի կարող, խաղաղությունը կորցրել է արդեն։ Արդեն սխալ բանի է կպել։ Գրած է Ադամը ասեց. սա հիմա ոսկրեին ոսկրից, մարմին էին մարմնից, սրան կկոչեն կին։ Առաջի Կորինթացիս 6-րդ գլխում գիտեք ինչ ասում Պողոսը։ Կամ թե չգիտեք նա որ Պոռնիկի յարում է մեկ մարմին է նրա հետ, որովհետև երկուսն ասում է մեկ մարմին կլինեն։ Փախեք պոռնկությունից, ամեն մեղք որ մարդ գործում է, մարմնից դուրս է, բայց դա մարմնի մեջ է մեղանչում։ Դու պատկերացնում ես ինչ ասում Աստվածաշունչը։ Ասում է, երբ որ գնում ես անառակության, մի մարմին ես դառնում։ Ու գիտեք, ուղղակի մի մարմին չես դառնում։ Երբ որ մեկը ինչ որ վատ վարքի մեջ է, եւ դու գնում ես իր հետ, պոկվում ես քո կեսից, գնում ես իր հետ, գիտեք ինչա տեղ ունենում։ Մենակ իր հետ չես, իր հետ 50 իր սիրեկաններն են դառնում քո սիրեկանը։ Մի մարմին է, ինքը նրանց հետ է մի մարմին դառնում, դու իր հետ ես մի մարմին դառնում։ Ու ոչ միայն սիրեկանները, սիրեկանները ոչինչ, իր դևերն են դառնում քո դևերը։
Երբ որ մարդը անարակություն անում է, դևերներ են դառնում քո դևերը։ Ընդհանրապես անարակություն, որ անում են, ոչ միայն կներեք, բայց ասեմ, հա, ոչ միայն սերավարակներ են փոխանցվում, այլև դևավարակներ են փոխանցվում։ Հա, սա վերաբերում է բոլոր նայողներին էլ։ Հետո զարմանում ես, թե ինչի ամեն չխառնվել իրար։ Հետո տեն ճղված մարմնով գիտեք ինչ են անում, ծաղկեփունջը վերցնում են, գնում են տուն։ Ծաղկեփունջը վերցնում, գնում է տուն, փորձում է այդ ծաղկեփունջով իր ընտանեկան հարաբերությունները կարգավորի։ Ես մեկին գիտեի, որ օրը դավաճանում էր կնոջը, անպայման ծաղկեփունջով շոկոլադով էր գնում տուն։ Այնքան անխելք էր, որ մի 3-4 տարի հետո կինը արդեն հաշվարկարեց ու հասկացավ, այդ իր դավաճանության օրերն է։ Գալիս է չափից դուս ուրախ, չափից դուս խելոք, ժպիտով ու սիրով լցված ու ծաղիկներով։ Ծաղկեփունջը ճղված հարաբերությունները չի փրկի, սիրելիս։ Ոչ մի նվեր այդ ճղված հարաբերությունները չի փրկի։ Հետո զարմանում ես, թե կինը թխի ատենց տխուր։ Ոնց որ դե ամեն ինչ ունի, այ մարդ, ես չեմ հասկանում, ես իմ կնիկն էս տարօրինակ է։ Մրթերը կախած են, որ հայերն ասում են, երբ գնում եմ տուն, ոչ խոսալն է գալի, ճղվել է, հասկանում եք, մարմինը ճղվել է, ներսից զգում է, չի կարա։ Չեմ հասկանում ինչն է, ամեն ինչ ունի։ Ամեն ինչ ունի։ Սիրելիս, ամեն ինչ ունի, բայց գիտես ինչ չունի։ Քո ուխտը չունի։ Այն որ քահանայի կամ հովիվի առաջ ասել էր, մինչև մահը չբաժանի մեզ։ Հիմա մահը հələ չի բաժանել, բայց հարաբերությունները մեռել են արդեն։ Ու դու փորձում ես ծաղկեփնջով, շոկոլադով, թանկարժեք բրիլյանտով հարաբերությունները վերականգնել։ Չի լինի մարմինը ճղված է։ Ճղվել է։ Հա? Ճղվել է, վերականգնել է պետք։ Ուխտը տա պետք վերականգնել, վերաբերմունքը տա պետք վերականգնել, պետք է վերականգնել են ընկած քարերը ձեր տան, որ քամին չմտնի տուն ու ինչ ուզենա անի։ Մի անգամ մի քիչ հեռու տեղ ա եղել, մեր կողմերը, չէ, բայց պատմեմ մի պատմություն։ Մի ամուսին սկսում է դավաճանել կնոջը, հետո որոշում է բաժանվի։ Քարտուղարու հետ դավաճանում է կնոջը։ Որոշել է բաժանվի, ամուսնանա այդ աղջկա հետ։ Գալիս է տուն, համարձակություն է ձեռք բերում, կնոջն ասում է, մենք պիտի բաժանվենք։ Կինը լացում է, ոչ մի բան չի ասում։ Գնում նստում է սեղանի մոտ ու սկսում է գրել։ Այս մարդը գնում է, մտածում է, ասեցի, պրծա, էլ չի սիրում, սառել է հարաբերությունները, գնում պարկում է, քնում է, մի ժամից ուղղակի արթնանում է, տենում է, հələ նստած գրում է կինը։ Ինչ-որ բան է գրում, ցեն չի անում։ Առավոտ աշխատանքի գնալուց կինն ասում է մի րոպե արի։ Ասում է լավ, համաձայն եմ, ասում է դու ուզում ես բաժանվես, բայց պայման եմ ուզում դնեմ, ասում է դիր։ Ասում է մենք 10 տարեկան տղա ունենք, որը որ չեմ ուզում ցավացնես իրան։ Հիմա ինքը քննությունների է։ Ինքը շատ լարված վիճակում է։ Խնդրում եմ, կարելի է մի ամսից բաժանվենք։ Մարդը մտածում է, կպավ, համաձայնվել է, մի ամիսն ինչ է։ Ասում է հարց չկա, մի ամսից։ Ասում է մենակ մի պայման կարելի է։ Մենակ մի պայման։ Ասում է ասա։ Ասում է ես խնդրում եմ քեզ, երեխու խաթր, կարելի է այդ մի ամիսը դու ամեն օր աշխատանքի գնալուց ինձ ձեռքերիդ վրա մինչև դսի դուռը տանես։ Դա դրա եղածն ինչ, ասում է հարց չկա։ Վերցնում է ձեռների վրա, կնոջը տանում հացնում է մինչև դրսի դուռը։ Տարօրինակ զգացում, սեր չկա, ոչ մի բան չկա։ Ուղղակի գրկել են, անգել է վզով, տանում է։ Գնում աշխատանքի տեղը, սիրածին պատմում է, երկուսով լավ ծիծաղում են կնկահարածի վրա։ Ու սենց շարունակ, երկրորդ օրը, երրորդ օրը, չորրորդ օրը, մեկ էլ զգում է, որ կամաց ինքը սկսել է հիշել այն սերը, որ ուներ իր կնկա հանդեպ։ Ինչ-որ բան է փոխվում մոտը։ Կինը ավելի տենց վատը չի, վանող չի,
Էլ տենց ծանր չի, սկսում է թեթևանալ կինը։ Ու սենց օր-օրի վրա գալիս է վերջի օրը։ Վերջի օրը երեխեն վազելով գալիս ասում է՝ «Դե դավայ, պապա, տար մամային»։ Տանում է կնոջը իջացնում է, գնում է աշխատանքի, գիտեք, մի բան է հասկանում, որ էլ չի ուզում բաժանվի։ Ամեն ինչ վերականգնվել է։ Գիտեք ինչ է անում։ Մոտենում անգերուն, ասում է՝ «Ես փոշմանել եմ, չեմ ուզում բաժանվեմ», գիտեք, սիրուհիների վարքը դեպքում ապտակ, ցտեսություն։ Գնում է ծաղկի խանութից ամենալավ ծաղկի փունջը առնում է, վրան այդ աշխատողին ասում է, իրական պատմություն եմ ձեզ պատմում, աշխատողին ասում է, վրան գրի, «Ես քեզ կտանեմ ձեռքերիս վրա, մինչև մահը չբաժանի մեզ»։ Գրում է բացիկը, ծաղիկը ձեռքը մտնում է տուն, տեսնում է կինը անկողնում մեռած պարկած է։ Որովհետև կինը 4 ամիս առաջ արդեն իմացած է, որ ինքը քաղցկեղ է։ Ու իմացել է, որ պետք է մահանա, չի ուզում երեխայի առաջ պապան վատ է երևա։ Ամեն ինչ անում է, որ երեխան պապայի հիշի, որ պապան մինչև վերջ մամային սիրել էր։ Գալիս է տուն, բայց արդեն ուշ է։ Իրենց մեկ ամուսինները չեն հասկանում, կանայք ամուսինները չեն հասկանում այդ թանկ ընտանիքը, որ ունեն։ Ու մեկ իրոք ուշ է լինում։ Գալիս է ժամանակ ու դու հասկանում ես, որ էլ հետ չես կարա գնաս, արդեն ուշ է, արդեն ամեն ինչ քանդել ես։ Բայց Տերը ուզում է, որ մենք իրական ընտանիքներ ունենանք, սիրելիս։ Աստված չի ուզում, որ մեր ընտանիքներում կռիվ լինի, ինչ որ հիմար բաներ լինեն, ինչ որ ամեն անիմաստ բանից, գիտեք, այսօր հայ ընտանիքներում էլ է մեծ կրիզիս է։ Մեծ կրիզիս է դարել, անդունդ է կանանց ու տղամարդկանց մեջ։ Ամեն մեկը իր ճիշտը գրկել նստել է։ Ամեն մեկը, այն մեկը ասում է, ես եմ ճիշտ, այն մեկը ասում է, ես եմ ճիշտ։ Ու գնալով այդ ճիշտը ավելի խորանում է, փակվել առանձնանալով խնդիրներ չեն լուծում, սիրելիս։ Այնքան կարևոր է իրար հետ զրուցելը։ Փակվել ամեն մեկն է կարա իր ճիշտը գրկի նստի։ Ու դուրսն էլ իդեալական զույգի դեր տանեն։ Պետք չի իդեալական զույգի դեր տանել, ավելի լավ է նստեք իրար հետ խոսակ։ Եթե խնդիրը առաջանում, նստեք խոսակ, զրուցեք իրար հետ։ Աստված չի ուզում, որ տանը ինչ որ մեջկով նստող ամուսիններ լինեն։ Չի ուզում, որ դու գալիս ես տուն, տնից մենակ շունը քեզ դիմավորի։ Հա? Աստված ուզում է, որ բոլորը ուրախանան քո տուն գալով։ Պետք է հարաբերությունները պետք է պահել, պետք է կառուցել։ Տեղեր կա, որ ուղղակի դու ճիշտ ես ու վերջ, դիմացինը սխալ է ու վերջ, բայց այնքան կարևոր է դու իր սխալը ընդունես, ասես թող քո ուզածով լինի։ Մեկ էլ զիջի քո ճիշտը։ Մեկ էլ զիջի, ինչ անենք, որ ճիշտ ես։ Ընտանիք է, մեկ էլ զիջի։ Ոչ միայն երեխաներիդ։ Մեր հայ ծնողները կարողանում են երեխաներին զիջել իրանց ճիշտը, բայց իրանց ամուսնուն կամ կնոջը չէ։ Երեխային կարա ասի, գիտես ինչ կա, լավ արա բալես։ Գիտի որ սխալ բան անում, բայց որ շատ է ուզում, պապ կարամ ես մուլտիկը նայեմ, վատ մուլտ է, գիտի։ Ասում եմ լավ նայ, երեխա է լավ, ոչինչ, հիմա մի հատ էլ թունա ինչ կլինի։ Պապ կարամ պաղպաղակ ուտեմ։ Գիտի հիվանդ է կմրսի ավելի, բայց շատ ասում, դե լավ մի հատով ինչ կլինի։ Դու քո ճիշտը տեղ զիջում ես։ Բախի կնոջդ մոտ ճիշտը չես զիջում։ Կինն է քո կեսը։ Մենք մեկ մոռանում ենք։ Մի անգամ, չգիտեմ, աղջիկս փոքր ստեղ է, կների ինձ որ պատմեմ, այնվա պուճուր էր։ Մի անգամ ինքն ու Աննան վիճում էին ինչ-որ հարցով, կնոջս հետ վիճում է, ինչ-որ հարցով։ Երևի 10 տարեկան էր։ Ես էլ դե բնական է կնոջս պիտի պաշտպանեմ, ինքն է իմ կեսը։ Հա? Սիրես, կինս է իմ կեսը, երեխեքը ամեն մեկ իր կեսը գրկելու է նստի վաղը։ Հա, թողելու է գնա, մնալու ես կեսիդ հետ։ Ես էլ կեսիս եմ պաշտպանում, մանավանդ որ կեսս ճիշտ է։ Գիտեք ինչ արեց աղջիկս, ես կյանքում տես բան չէի լսել, շուռ եկավ սենց արեց։ Զգաց, որ չի կարում, արդեն իրան օգնություն էր պետք, օգնությունը հակառակ կողմն է։ Սենց արեց։ Պապ, ինքը քո արունը չի, ես քո արունն եմ։ Ես կյանքում տես պատասխան չէի լսել, որ երեխեն ոնց հաշվարկանի, որ ոնց է իրան օգուտ, բայց ասեց։ Մենք ծիծաղեցինք, անցավ գնաց։ Ինչ անենք, որ իմ արունն են, բայց կեսս ինքն է։ Հասկանում եք։
Գնահատեք ընտանիքը, սիրելիս, այնքան հեշտ է գոռալ, գորգրալ իրար վրա թողել գնալ։ Չէ, ես եմ ճիշտ, չէ դու ես ճիշտ։ Մի ուրիշ խնդիր էլ կա, որ կուզեմ խոսամ։ Հոգևոր ընտանիքների հետ կապված։ Գիտեք ինչ խնդիր կա։ Սա ցավալի խնդիր է, չգիտեմ, միգուցե կասես Հովիվ ջան, ես բեմը, բայց տենց ինտիմ բաներից խոսալու տեղա, բա ի՞նչ է։ Գիտեք ինչ խնդիր կա։ Շատ մարդկանց հետ եմ կոնսուլտացիա արել։ Շատ ընկած մարդիկ եմ տեսել այդ խնդրի պատճառով։ Հոգևոր ընտանիքներում կանայք մտածում են, որ դե ամուսինս արդեն հավատացյալ է, լևի չի գնա, աչու ձախ չի նայի, ոչ իրանց են հետևում, ոչ ամուսնու կարիքներն են բավարարում։ Դե մեկ այլ տեղ չունի փախնելու, մերն է։ Գիտեք, աշխարհի կանայք ամեն ինչ անում են, որ ամուսնու դուրը գան, որ ուրիշներին չնայի։ Հավատացյալների մոտ այդ խնդիրը չկա։ Սենց տնենց իմն է արդեն։ Ու Աստծո չի փախնելու դավաճանություն անի ու չեն հետևում իրանց, չեն հետևում մարդուն էլ շատ հաճախ մերժում են։ Ու հետևանքը գիտես ինչն է, տղամարդիկ իրանց գտնում են պիղծ սայտերում ու սխալ արարքների մեջ։ Չեն կարա դավաճանեն կնոջը։ Հարևանի կնոջը նայում են ոնց որ դիետայի ժամանակ, մսի դիետայի ժամանակ խոզի խորովածին նայում են, բայց չեն կարա։ Արգելված պտուղա։ Բա ինչ անեն լավ այդ մարդիկ, արդեն ուրիշ ճանապարհ են ման գալիս։ Գնում են անառակ սայտերի մեջ, գիտեք ինչքան բաժանված ընտանիքներ գիտեմ հոգևոր դրա պատճառով։ Ինչքան տղամարդիկ գիտեմ, որ ընկել են պղծության մեջ դրա պատճառով։ Գիտեք ինչ ասում առաքյալը։ Առաջի Կորինթացիս 7-րդ խոսքից կարդամ։ Մարդը թող իր կնգա պարտքը վճարի, եւ այնպես էլ կինը իր մարդի։ Լսի ուշադիր, կինը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ մարդն է, այնպես էլ մարդը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Պարզա, չէ՞։ Քո մարմնի իշխանությունը կնոջին է, դա իր մարմնի իշխանությունը քոնն է, պարզ ասում է Պողոսը։ Այս պատահական բառեր չի։ Ասում է քոնը չի, քո որոշելով չի։ Շարունակությունը գիտեք ինչ ասում։ Իրար մի զրկեք, բայց միայն իրար հետ միաբանվեք, մի քիչ ժամանակ ծոմապահության աղոթքի պարապեք ու դարձյալ մեկտեղ դարձեք, որ սատանան չփորձի ձեզ ձեր անժրշկալության պատճառով։ Պարտքեր վճարի սիրելիս։ Ասում է դու քոնը չես, իրանն ես, իրար մի զրկեք։ Ամուսնու մարմնի վրա իշխանությունը կնոջինն է, կնոջ մարմնի վրա ամուսնումն է։ Մենք դիետայի մեջ չենք, սիրելիս, իրար մի զրկեք։ Այնքան կարևոր է ճիշտ հարաբերություններ ունենալ։ Ու մի բան էլ ասեմ։ Սովորեք ընդհանրապես իրար վրա նայեք ոչ թե բացասական կողմերից, այլ դրական կողմերից։ Նայեք ինչքան լավ բաներ ունի։ Այնքան հեշտ է նայես մարդուն ու ասես չեք էլ պատկերացնում, արդեն հոգնել եմ։ 84,000 անգամ ասել եմ նասկիների տեղը պոլը չի։ Սիրելիս, ուզես չուզես տղամարդու համար կներես, բայց նասկիների տեղը դա իր սպալնիայի ամբողջ պոլն է։ Դա դու չես կարա սովորացնես, այտենց հա։ Տղամարդը լավ գիտի, իր ննջասենյակի ամբողջ հատակը իր այդ քո իմացած կարծինն է, որտեղ պիտի իր նասկիները դնի։ Հիմա ուզում ես ինչ ուզում ես արա, այտենց է այդ մարդը։ Բայց ոչինչ որ ամեն իրիկուն լիքը երկու պայուսակով տուն է գալիս։ Ոչինչ որ մեկ-մեկ տեսնում է դու հիվանդ ես, քո տեղը լվաս կա անում։ Սովորեք իրար լավ կողմերի վրա ուշադրություն դարձնեք, այնքան հեշտ է ասես, «Էս ինչ է, էս բանը ունի»։ Մի անգամ մի հատ հովիվ գնացել էր, հայտնի հովիվ է շատ։ Գնացել էր հոգեբանի մոտ։ Կնոջ հետ, կնոջը վերցե տարել էր։ Շատ հայտնի, շատ մեծ եկեղեցու հովիվ է Ամերիկայում։ Կնոջը տարել էր հոգեբանի մոտ, գիտեք ինչի համար։ Տարել ասել, ես էլ չեմ դիմանում, չեմ կարող սրա հետ ապրեմ, ինչ ա եղել։ Այդքան ասում եմ, խոհանոցում որ դարակները բացում ես, փագի։ Այ քեզ բան։ Այդ հոգեբան ասել էր դու դիկտատոր ես։ Ուզում ես սա քո ուզածով լինի։ Հեշտ լավ բան չի անում։ Նոր խելքի երեք ես ինչ եմ անում։
Այնքան էշտա մի հատ տեղ գտնես տան մեջ, մի սխալ բան ու ասես վերջ։ Արդեն զզվեցի, ել չեմ դիմանում։ Հետ դիմացի չես դիմանում։ Դու ես ասել քահանայի կամ հովիվի առաջ մինչև մահը չբաժանի մեզ։ Մահը, սիրելիս, ու խոհանոցի դռները տարբեր հասկացություններ են։ Հա? Խոհանոցի դուռն կբացվի, կփակվի։ Մեր տունը հակառակն է, մեր տունը ուզում ես բոլոր տան դռները բաց։ Մենք երեքով, ես ու երկու աղջիկս կարանք բոլոր տան դռները բացենք, Աննան մի վայրկյանից բոլորը փակում է։ Ձեն էլ չի անում մարդը։ Հա? Եկեք մեկս մյուսի բացը լրացնենք։ Այնքան հեշտ է կանգնես ինչ-որ մի բանի վրա կենտրոնանաս ու ասես վերջ, բաժանվում եմ։ Վայ չեմ սիրում։ Մեր հարևանը այդ հարցում այնքան լավն է, հələ գնա իրանց տուն տեն ինչքան հարցում է վատը։ Այդ երևացողում է լավը։ Մի անգամ մի հովիվ եկել էր իմ ընկերներից մեկի մոտ, ասել էր ավակ հովիվն է իր, ասել էր բաժանվում եմ կնգանիցս։ Ասում ասի, ինչ ես բաժանվում, լավ, ախր, դե գիտեմ ձեզ էլի, ես իմ տենց ինչ-որ սուր հարաբերություններ չունեք։ Ասում ոչ տարա, ոչ բերեց, ասեց, դե որովհետև ինքը իմ տեսիլքի մեջ չի մտնում։ Ես ուզում եմ ազգերը գրավենք, բան ինքը տնային տնտեսուհի է։ Ես ուզում եմ իմ հետ նենց վարվող նենց մի հատ մեկը լինի, որ հետս գնա, ստե գնես անի, այն։ Ասում ասի լավ, բաժանվում ես, բաժանվի, մենակ մի բան ասեմ, կարաս անես։ Ասեց հա։ Ասում ասեցի կարաս 10 հատ լավ բան գրես քո կնոջ մասին։ Երեխեքիդ պահում է, հա այն էլ ոնց։ Ճաշ լավ եփում է, նենց համով է եփում։ Ասում ասեցի մի շարունակի 10 հատ կարաս գրես քո համար ինձ մի ասա։ Ու գնաց։ Գիտեք ինչ էր արել։ Գնացել նստել էր մեքենայի մեջ 10 հատ գրել էր լավ բան կնոջ մասին։ Ու գնացել էր տուն չոքե կնոջ առաջ ներողություն էր խնդրել։ Ասել կներես դու հրաշք ես։ Արեք նայեք այն լավ կողմերին, այնքան բան կփոխվի։ Այնքան հեշտ է վատի վրա ասես կենտրոնանաս ու ասես էսա։ Հələ լավ կողմերը նայի, այդ վատ էլ չես էլ նկատի։ Շատ կարևոր է ընտանիքում համաձայնություն լինի, սիրելիս։ Միաբանություն, համաձայնություն լինի, որովհետև դրա մեջ է օրհնությունը։ Այսօր գիտեք, այնքան է էժանացել ընտանիքը, որ մարդիկ մտածում են, որ այս ինչ բանը դուրս չի գալիս, կարամ արդեն բաժանվեմ։ Այս ինչ բանը մոտը լավ չի կգնամ, այս ինչի հետ կամուսնանամ։ Այն ինչը ինձ ավելի է ժպտում, քան թե կնիկս։ Բա ինչ էի ուզում, այն ինչը ժպտումա որ տանի, պիտի ժպտա թե չէ։ Բա ինչ էի ուզում։ Սատանան քնած չի։ Սատանան պոզով պոչով չի գալիս։ Սատանան միշտ ժպիտով է գալիս, սիրելիս։ Ժպիտով է գալիս, որովհետև ժպիտով հեշտ է փախցնելը։ Իրոք ահավոր վիճակ կա ընտանեկան հարաբերություններում։ Արհեստական ժպտում են ամուսինները դրսում, տանը մենակ պատերազմ է։ Մի անգամ ես վերջերս ով պատմեցին, չեմ հիշում, բայց Հայաստանի ինչ որ մի շրջանի մի հատ մարդու մասին էր պատմում։ Մի քանի օր առաջ երևի դրանից մեկն է պատմել, չեմ էլ հիշում։ Ասում եմ, այս ընտանիքում հոգևոր են ելնում, ընտանիքի անդամները հոգևոր են բոլոր։ Կողքի հարևանը ցախ կռվարար են, աշխարհիկ կռվարար իրար սենց միս ուտող ընտանիք են։ Ուրեմն այս կռվարար ընտանիքի պապան ասում է, ես պետք է գնամ հարցնեմ, էդի ոնց անում, որ դրանց տունը կռիվ չկա։ Մի օր սենց անցնելուց հալնում, տենում է բալկոնում կանգնած է, Հակոբ, չոր անուն է տալի։ Ասում է, հələ կասես ինձ մի բան, ասում ասա։ Ասում մեր տունը սաղորը կռիվ է։ Դուք այդքան մեծ ընտանիք եք, ոնց է ձեր տնից մի օր մի ձեն դուրս չի գալի։ Հոգևոր ընտանիք է այդ, որտեղ կռիվ չկա։ Ասում է եղբայր, էռնեք ձեր ընտանիքին։ Մեր տունը ոչ մեկի հետ չի խոսում, որ կռիվի ձեն դուրս կա։ Հա? Մեկ այտենց է, եկե հոգևոր ընտանիքներում այտենց է, խոսացողել չկա իրար հետ, որ ձեն դուրս կա։ Գալիս են կանգնում են ծառայությանը, նստում են ամեն ինչ լավ է։ Բայց տունը քաոս է։ 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 Տ
Բայց մեր գործն է սիրելիս, մեր ընտանիքները վերանորոգենք ամեն օր, ամեն ընկած քարը դնենք տեղը ամեն օր։ Մի անգամ ես էլ պատմեմ, այսօր մի քիչ ավելի շատ մի քիչ խոսացի Աստծո, կարդացի գիրքը, ավելի շատ խոսում եմ մեր այն ընտանեկան բաներից, որովհետև էսի ցավոտ թեմա է սիրելիս։ Էսի եկեղեցիներում ցավոտ թեմա է։ Արհեստական ժպիտներով զույգերը գալի նստում են, գնում են տուն իրար միս են ուտում։ Իրար էլ չեն էլ սիրում։ Ընդհանրապես սերը լրիվ ուրիշ զգացմունք է։ Մի անգամ մի հատ 60 տարի իրար հետ ապրած զույգի այսպեսի մի բան էին հարցրել։ Ասել են ո՞նց է կարացել 60 տարի պահեք ձեր ընտանիքը։ Գիտեք պապիկը ինչ էր պատասխանել։ Ասել էր գիտեք մենք ապրել ենք մի ժամանակաշրջանում, որում պատրված շորերը կարկատում էին, ոչ թե դեն էին նետում։ Կարկատում էին։ Հիմա ամեն ինչ դարել է ադնառազվի, միանգամյա։ Ափսեն առնում ես, օգտագործում գցում ես։ Գթալը ադնա միանգամվա, ամեն բաժակը միանգամյա։ Մեր մասկաներն են միանգամյա։ Նասկիներն են միանգամյա, ճղվումա գցում են։ Սառնարանն է դարը միանգամվա։ Օգտագործեցիր, փչացավ գցում ես, լվասկի մեքենան փչացավ գցում ես։ Մեր լվասկի մեքենան փչացել էր, եղբայրները տարան որ սարքեն, գցեցին, տածա բերեցինք։ Բան պետք է փոխվեր, ավելևա գցես։ Մի անգամ է ասաղ դարը, որովհետև կյանքը դարել է մի անգամվա։ Պատը գիտես որն է։ Մարդիկ ընտանիքներ են տենց նայում։ Զգացմունքներս մի քիչ կորել է։ Էլ առաջվա այդ մանը չեմ զգում։ Այդ էմոցիան, այդ ռոմանտիկան չկա էլ առաջվա։ Առաջ որ կնոջս նայում էի, հիանում էի, հիմա սովորել եմ։ Այն նորմալ չի լինի, դու 20 տարի նույն դեմքը տենաս ու չսովորես։ Դա նորմալ է որ սովորել ես։ Այդ ուրեմն քո հիշողության, տեսողության հետ խնդիր կա, որ 20 տարի նույն դեմքը տենում ես, չես սովորում, չես հիշում ինքնա թե ինքը չի։ Տենաս կնի 20 թե չէ։ Հələ չեմ սովորել իր դեմքին։ Է պետք է սովորես, բա ինչ ես ուզում։ Նորմալ չի, գիտես ինչ է, որ դու անցնում է 20 տարի հələ էմոցիաներ ես ման գալիս։ Հələ նոր են սիրահարվածությունդ էմոցիաներն ես ման գալի։ Ոնց որ այդքան սիրահարվածություն չեմ զգում։ Գիտեք, որ մենք նոր էինք ամուսնացել, ես ինչ երգ էի երգում Աննային։ 20 տարի առաջ, այնվաղ 20 տարեկան էր։ Երգում էի իմ համար իմ պարավյարը թանկ է թանկ։ Գիտեք, 20 տարի անցել, մի երկու շաբաթ առաջ 40-ամյակն էր, 20 տարի անցել։ Հիմա էլ եմ երգում պարավյարս։ 20 տարի անցնել երգել եմ պարավյարս։ Սիրելով, ես էմոցիաներով չեմ սիրում իրան, ես իրան ներսով եմ սիրում։ Ինչ կապ ունի, մի օր կարող է ջղանացած գաստուն էմոցիա չզգաս։ Մի օր կարող է գաստուն ճաշ չտան ենթադրենք էմոցիա չզգաս։ Ինչ կապ ունի, մենք էմոցիաներով չենք ապրում, մենք ուխտով ենք ապրում։ Ոյ բան ռոմանտիկա է ման գալիս, ռոմանտիկա չկա, թազա լսել եք այդ հիմար արտահայտությունները, որ ինտերնետով բանով այդ էկրանի մեջ այդ աստղերը բոլոր ասում են։ Ինչի բաժանվեցիր, բան չկար, այդ մեր հանդեպ այդ ռոմանտիկան չկար։ Այս ինչը էլ չէի զգում։ Թազա էմոցիա եմ ման գալի, թազա զգացմունքներ եմ, ամոթ քեզ, որ քո թազա ռոմանտիկ զգացմունքները փոխանակում ես երեխեքի արցունքների ու կնոջդ արցունքների հետ։ Ամոթ քեզ։ Հա? Իրականում դու պատկերացնում ես քո այդ ներքին վայ մի լավ բան զգամ, դա փոխանակում ես այդ երեխուտ արցունքի հետ, որ պապա չունի էլ։ Ուրիշ ձածաներ են գալի գնում իրանց տուն արդեն շուշուտ։ Թազա պապաներ են ինչ որ չի հասկանում ինչ է կատարվում։ Որտեվ պապան գնացել է ռոմանտիկա ման գալու։ Ու այսօր աշխարհը տենց էլ ապրում է։ Աստվածային սերը սիրելի զոհ է պահանջում, ոչ թե ռոմանտիկ զգացմունքներ։ Ավելին ասեմ քեզ։ Եթե փորձության ժամանակ կնոջը դավաճանում ես,
հոգևոր փորձության ժամանակ էլ Աստծուն ես դավաճանելու։ Որովհետև դավաճանը։ Դա բնավորությունն է։ Եթե ընտանիքի հանդեպ հարգանք չկա, եկավ պահը, դանակը դրեցին վզիտ ասացին կամ քո Հիսուսը կամ էս ինչը, մի անգամից կասես այն ինչը։ Եթե ընտանիքը դավաճանում ես, կնոջը դավաճանում ես, փորձություն եկավ հոգևոր, Աստծուն ես դավաճանելու։ Ինձ ու քեզ մենակ մի դավաճանություն է ներվում եւ ողջունելի է այդ դավաճանությունը։ Երբ որ մենք մի անգամ սատանային դավաճանը փախել ենք իր ձեռից։ Էլ ուրիշ դավաճանություն մեր մոտ չկա։ Վերջ։ Դա միակ ներվող, ողջունելի դավաճանությունն է ամեն մարդու համար։ Վերջ։ Դրանից հետո մենակ հավատարմություն, որ ինչ ուզում ա լինի դու կանգնած ես, ասում ես ես իմ ընտանիքին հավատարիմ եմ։ Ես կխնդրեմ փառաբանությունը գա։ Մեր մոտ ընտանիքի տարի է սիրելիս։ Ժամանակ առ ժամանակ ես ուզում եմ խոսամ ընտանիքից։ Մի անգամ խոսամ երեխաների հետ կապված, մի անգամ խոսամ երիտասարդները ոնց ընտանիք կազմեն, որտեղ էլի մեծ խնդիր կա քրիստոնյաների մոտ։ Բայց այսօր հատուկ ուզում եի ուշադրություն դարձնել ամուսիններին։ Ու ես խնդրելու եմ քեզ, եթե հնարավորություն ունես, այս եկող շաբաթը նվիրի կնոջդ կամ ամուսնուդ։ Մի նվիրի երեխաներիդ ու կնոջդ կամ ու ամուսնուդ։ Նվիրի իրան, տեղ հրավիրի առանձին, գնա, նստի, շփվի, սկսեք իրար հետ խոսալ սիրելիս։ Կամ երեխաներին ուղարկի տնից մի շաբաթով քրոջդ տուն։ Մենակ իր համար ճաշ սարքի, որ գա իմանա հենց իր սիրած ճաշն է սարքե, ոչ թե սարքել ես, որովհետև երեխեքն են բորշ շատ սիրում, ինքն է ձեռի հետ ուտի։ Հենց իր սիրածը սարքես։ Մի շաբաթ կարաք տակ ձեր ամուսիններին, ձեր կանանց։ Մի շաբաթ իրար հետ լինեք։ Քաղցր, անուշ, այնքան կարևոր է այդ շփումները սիրելիս։ Գիտես ինչ, մեր հայ ազգայինի մեջ չկա արտահայտվելը, մանավանդ քուրիկների մոտ։ Ներսը կարա աղացը միացած լինի, քանդվի ներսը, դժոխ կա դարը ներսը, բայց ձեն չի անում։ Խոսացեք իրար հետ։ Եթե մի հատ տան մեջ մի հատ ցեցը անգե, խոսացեք իրար հետ, այդ ցեցը չտարածվի։ Խոսացեք, ասա, լսի, ես հարցում երեկն ես կոպիտ պատասխանեցիր։ Կարող է դու չնկատեցիր, ջղայնացած էիր միգուցե, բայց կոպիտ եղավ։ Բայց եթե հավաքում ես քո մեջ, մի օր տրաքելու է։ Աստված ուզում է ամուր ընտանիքներ սիրելիս, սիրով լցված ամուր ընտանիքներ։ Նույնը վերաբերում է եղբայրներին։ Մենակ փող, որ բերում ես պաշկայով դնում ես, ասում ես առեք ինչ պետք է առեք, դա չի իրանց պետք։ Իրանց պապայա պետք։ Իրանց պապայա պետք։ Որ մեկ էլ ասի նստի գիրկս հələ խոսա։ Հələ մի քիչ խոսա տնանք ոնց ես։ Այնքան է եղել, որ մարդիկ գալիս են, հետը զրուցելու ասում են, իմ պապան ինձ կյանքում չի պաչել, չեմ հասկանում տես պապաները, ես չեմ հասկանում։ Ես այնքան եմ պաչում, փախնում են երեխեքը ձեռիցս։ Լուրջ եմ ասում, իմ մոտ էս չսափրված ժամանակ շատ կոշտ է։ Գիտեք ինչ, այն մեծ աղջկաս դեմքերը սարքել եմ, չգիտեմ ինչ այնքան եմ պաչել, չի երեխան գլուխը կախ դիմանում է։ Բա ոնց կարամ ես իմ երեխուն չգրկեմ, չպաչեմ, բայ ոնց, ասա ոնց։ Ոչ մի գումար չի կարա փոխարինի, ոչ մի մեքենա կամ տուն չի փոխարինի պապայի տեն մի հատ գրկելուն։ Ես մի անգամ մի հատ երեխու ասի ձակս, մի հատ աղջկա։ Ձակս ասեցի։ Հա ձակս։ Երեխու պես սիրում է իրան։ Գնացել լացել էր ժամերով, հետո ինձ վկայեց։ Ասեց ինձ կյանքում ոչ մեկ տեն չէր դիմել։ Պապա ունի, նորմալ պապայա ոնց որ թե։ Գնացել լացել էր մարդը։ Մանավանդ աղջիկ երեխեքը այնքան կարիք ունեն իրանց պապայի խոսքերի։ Բայց այդ մասին հաջորդ դասին, հա, ասում են։ Հետի կխոսամ երեխաների հետ կապված հարցերում։ Հիմա ուզում եմ ոտքի կանգնես, աղոթք ենք անելու։ Ես հատուկ ուզում եմ աղոթեմ քո համար, ամեն մեզ դիտողի համար։ Գիտես ինչի համար եմ ուզում աղոթեմ, որ սատանայի բոլոր ծրագրերը քանդվի ձեր ընտանիքներից։ Ամեն պղծություն, շնություն, ամեն սխալ բան, ամեն տեսակի ինչ որ մի վարակ, որ բերել է սատանան, որ քանդվի, որ ընտանիքներում լինի համերաշխություն ու սեր։ Որ ընտանիքը լինի Աստծո ուզած ձևով ընտանիքը։ Աստված ամեն ինչ
Ստեղծելուց առաջ ամեն ինչ ստեղծելուց առաջ մարդու համար, ընտանիքը ստեղծեց։ Հələ տուն չէր ստեղծել, եկեղեցի չէր ստեղծել, պետություն չէր ստեղծել, բայց ընտանիքը ստեղծել էր արդեն։ Առաջի բանը, որ մարդու կնգա համար արեց, ասեց դուք պետք է ընտանիք լինեք։ Երկուսդ արու եւ եք ստեղծեց նրանց ասում։ Ընտանիք է ստեղծել, Աստված գնահատում է ընտանիքը, դրա համար սատանան ատում է ընտանիքը։ Ես ուզում եմ այսօր աղոթք անեմ հենց դրա համար, որ ամեն պղծություն քանդվի ձեր ընտանիքներից։ Ձեր վրայից էլ, եթե ինչ-որ մի ձևով սատանան քեզ համոզել է, որ աշկը դուրս լինի, որ քանդվի այդ իր ծրագիրը քո կյանքից։ Որ ընտանիքդ միշտ տաք լինի ու ջերմությունը մեջ է, կրակը միշտ ընտանիքումդ լինի։ Հալելույա, երկնային Տեր, Տեր քո առաջ եմ բերում իմ քուր եղբայրներին, ովքեր էստեղ են եւ բոլոր նրանց, ով դիտում եմ ես։ Ես խնդրում եմ քո օրհնությունը բոլորիս ընտանիքների վրա իջացնես, Տեր։ Հիսուսի զորավոր անունով ես քանդում եմ ամեն անեծք, ամեն սխալ բան, ինչևէ երբևէ արած ամեն մեկի ընտանիքի վրա, ես քանդում եմ ամեն դիվային ուժի ներկայություն ձեր ընտանիքներից, քանդում եմ ամեն շնության ոգու, չներման, դաժանության, բռնության դևերի ազդեցությունը ձեր ընտանիքներից Հիսուսի զորավոր անունով։ Ես քանդում եմ պղծության հոգու իշխանությունը ձեր ընտանիքներից Հիսուսի անունով, ուռճակում եմ Քրիստոսի կրակը, զորությունը, վառող, մաշող կրակը, որ գա վառի ամեն սխալ բան ձեր տներից, ուռճակում եմ Քրիստոսի միաբանության հոգին ձեր տանը, ես հռչակում եմ սեր, համերաշխություն, ուրախություն, երջանկություն, միաբանություն Հիսուսի զորավոր անունով։ Տեր, օրհնի բոլոր ընտանիքները, Տեր, քո ներկայությունով լցրու, թող ընտանիքը դառնա տեղ, որտեղ որ ամեն մեկ ուզմով վազի, որ շուտ հասնի, ոչ թե փախնում են ուրիշ տեղեր, որ ուշ գնան տուն։ Հիսուսի զորավոր անունով, Տեր, օրհնված ընտանիքներ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, օրհնում եմ ամեն մեկին, ամեն կնոջ, ամեն ամուսնու, ուռճակում եմ միաբանություն, տալիս եմ քո ձեռքերը, Տեր, ու խնդրում եմ, որ առաջնորդես իրանց քո կամքի մեջ, Տեր, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Եթե ամուսինդ կինդ կողքդ է, շատ լավ բան արեցին քույրն ու եղբայրը, գրկեք մի հատ իրար։ Գրկեք մի հատ։ Էս հատուկ էր, հատուկ էի արել։ Խորհրդնված։ Ծապ մի դու էլ քոնին գրկի։ Աստված օրհնի ձեզ։ Էս մենակ ստեղ գրկելով չբավարարվես, շաբաթը դեմը տա։ Այս ամբողջ շաբաթը ձեզ էլ է վերաբերվում, ով որ լսում եմ ես։ Արեք թող ընտանիքի ամուսինների շաբաթ լինի։ Տարին ընտանիքի, բայց շաբաթը գոնե ամուսինների լինի։ Շաբաթը ամուսինների լինի, sense հաճելի ընտանեկան շաբաթ լինի, սիրելիներս։ Մի հարց եմ ուզում տամ, կամ մարդ որ այսօր առաջի անգամ է, եթե առաջի անգամ ես պարզի ձեռքդ, մենք ուզում ենք ողջունել քեզ։ Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Գիտես, մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու, մենք այսօր գալու ենք Տիրոջ առաջ ու միաբանվենք Տիրոջ հետ, դառնանք մեկ։ Դրա համար մինչև հաղորդություն ընդունելը այնքան պետք է, որ դու Տիրոջ հետ ճիշտ հարաբերությունների մեջ լինես։ Դրա համար խնդրել եմ, եթե դու առաջի անգամ ես, արի առաջ մի կարճ աղոթք անենք իրար հետ։ Մի քաշվի, մենք բոլորս մի անգամ իջել ենք։ Ես էլ եմ իջնելու հիմա, երկուսով ուզում եմ ստեղ հանդիպենք մի աղոթք անենք։ Եթե առաջի անգամ ես, արի առաջ։ Արեք բարձր ծափարենք իրանց։ Տեր օրհնի ձեզ։ Ես ուզում եմ հիմա Հիսուսի առաջ ներողություն խնդրենք, իրան կանչենք մեր կյանքը։ Պատրաստ եք այդ աղոթքը իմ հետ անել։ Եթե պատրաստ ես, փակի աշկերտը, ուղղակի կրկնի իմ հետ։ Ասա երկնային Հայր, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Հիմա խնդրում եմ քեզ, ների իմ մեղքերը։ Ես ներողություն եմ խնդրում եւ հրաժարվում դրանցից։ Իմ կյանքը քեզ եմ տալի, Հիսուս, ու խնդրում եմ, որ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Հանուն Հոր
եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ շատ։ Տերը օրհնի ձեզ շատ։ Երբ որ դու ես աղոթքանում ես, երկնքում հրեշտակները ուրախությունից պար են գալիս։ Որտեւ Աստվածաշունչը ասում է, որ երկինքը ցնցում է ամեն փրկվածի համար։ Սա փրկության աղոթք է, երբ որ ասում ես, Սատանա, ես չեմ ուզում էլ քեզ ծառայեմ։ Քո ստին, քո ատելությանը, դառնությանը ես ուզում եմ Հիսուսի հետ քայլեմ։ Երկինքը ուրախանում, ասում, մի հոգի եկավ մեր բանակ։ Փառք Տիրոջը։ Ինքան կարևոր է հաղորդակցվել Տիրոջ հետ։ Դա այնքան կարևոր էր, որ Հիսուսը հատուկ շեշտեց, հասկանալով, որ շատերը չեն դիմանա իր ասածին, թողեն կգնան։ Բայց ինքը միևնույնը ասեց։ Գիտեք, Հովհաննեսի ավետարանում գրված է այսպես, 6-րդ գլխում Հիսուսի խոսքերն է։ 54 խոսքից։ Հիսուսն էլ նրանց ասեց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդու որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Պատկերացնում եք ինչ ասում Հիսուս։ Ասում է, եթե իմ մարմինը չուտեք, արյունս չխմեք, կյանք չունեք։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի։ Եվ ես հետին օրում կհարուցանեմ նրան, որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, իմ արյունը ճշմարիտ խմելիք։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը մնում է ինձանում եւ ես նրանում։ Պատկերացնում եք ինչ ասեց Հիսուսը։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Շատերը չհասկացան, թողեցին գնացին, բայց Հիսուսն ասեց, եթե իմ մարմինը չուտեք, իմ արյունը չխմեք, իմ հետ բաժին չունեք։ Հետո երբ որ վերջի օրն էր, խորհրդավոր ընթրիք ենք մենք անվանում, երբ որ պիտի հրաժեշտ տար գնում էր խաչվելու, ինչ արեց Հիսուսը։ Ասում է, ընթրիքից հետո հացը վերցրեց, ջարդեց, կտրեց, տվեց աշակերտներին ու ասեց առեք կերեք, ես իմ մարմինն է։ Հետո գրած այդ ընթրիքի ժամանակ հացը, հետո ընթրիքից հետո բաժակը վերցրեց, ասեց խմեք սրանից բոլորդ։ Սա իմ արյունն է, որ թափվում է ձեր համար։ Ի թողություն մեղած, ձեր մեղքերի պատճառով ես արյուն եմ թափում։ Այսօր դու ասիր Հիսուս ջան, դու ես իմ Տերը, ինքը քո մեղքերը վերցեց իր վրա 2000 տարի առաջ, ինքը քո մեղքերի համար արյուն է թափել։ Ու երբ որ մենք ընդունում ենք, մենք իր հետ մեկ ենք դառնում։ Սա հացը գինի է, բայց երբ որ աղոթում ենք, օրհնում ենք, դա դառնում է Տիրոջ մարմինը եւ Տիրոջ արյունը։ Մենք ընդունում ենք մեր Տերը, Տիրոջը, մեր Հիսուսին։ Մի անգամ էլ կկարդամ, ասում է, իմ մարմինը ուտողը, իմ մարմինը արյունը խմողը մնում է ինձանում եւ ես նրանում։ Երբ որ ընդունում ես հաղորդությունը, դու մնում ես Հիսուսի մեջ, Հիսուսն էլ մնում է քո մեջ։ Մենք Հիսուսի հետ մեկ ենք դառնում։ Սա հոգևոր խորհուրդ է։ Դրա համար պարզի ձեռքերդ օրհնենք այս հաղորդությունը ու մենք կընդունենք, լավ։ Երկնային Արքա, մենք խնդրում ենք, որ օրհնես այս հացն ու գինին, այս պարգևները օրհնես, Սուրբ Հոգի իջացրու քո օրհնությունը եւ թող դա դառնա մեր համար քո թանկ արյունն ու մարմինը, Տեր, որ ընդունելով մենք քո մեջ լինենք եւ դու մեր մեջ լինես, Տեր։ Մենք օրհնում ենք սա եւ հռչակում ենք Սուրբ հաղորդություն Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, սիրելիներս, ես կխնդրեմ ծառայողները մոտենան եւ կարող եք մոտենալ ընդունել ամեն ինչ պատրաստ է։ Աստված օրհնի ձեզ։ Սիրտը միայն քեզ